Հենց այս շարժիչի ձայնն էլ դարձավ ապագա գյուտի անվանումը։ Չպես բանը մատորի ձնը։ Ընդմիշտ ժամանակ ընկերոջ արած կատակը շատ արագ վերածվեց մտահղացման ու կյանքի կոչվեց։ Պաղպաղակ լցնող ռոբոտը կաշխատի մարդու փոխարեն։ Վաֆլին պետքա վերցնի ու պաղպաղակը բերի ու կանգնացնի այն համի տակը, որը օգտագործողը ուզում է։ Այսինքն պետք է ես իմանամ կոնկրետ ինքը ինչքան գա կամ ինչքան գնա։ Մասնագետները հավանեցին Լևոնի նախագիծը եւ DigiCamp 2014-ին այն գրավեց 3-րդ տեղը։ Արտադրության փուլին դեռ չի հասել, դրա համար մեծ ներդրումներ են պետք։ Ոլորտներն է, թե որտեղ կարելի է օգտագործել։ Սուպերմարկետներում, մոլերում, օֆիսներում, համարյա ամեն տեղ էլի հասարակական վայրերում։ Լևոնին քույրն է օգնել։ Անեի հետ մասնագիտական նույն հետաքրքրություններն ունեն։ Առաջին գյուտն արել են Պոլիտեխնիկի վարժանի լաբորատորիայում։ Հեղինակն Անին էր։ Ամեն անգամ, եթե ինչ-որ առիթ էր տենց լինում, ինչ-որ մեկի ծննդյան տոններ, ինքը տորթ էր ուզում բերեր, դնեինք ու ինքը ավտոմատ կտրեր։ Էլ ոչ մեկ բան չան։ Ուղղակի միշտ ասեն սահման ենք տալի, որ այսքան բարձրություն պետք է ունենա տորթը, եթե ավել լինի չի կտրեինք։ Տորթ կտրող ռոբոտն այդպես էլ մնաց փորձասենյակում։ Առաջին ցուցադրությանը գնացին ապակի մաքրող ռոբոտով։ Հենց մրցույթի օրն էլ պարզեցին, որ թերություններ ունի ու փորձեցին տեղում ուղղել։ Գնացինք, որ այդ ծրագիրը ուղենք, որ ինքը լավ աշխատի ու այդտեղից սաղ խնդիրները սկսվան։ Ծրագիրը ջնջեցինք, հիշեցինք, որ կոպիա չունենք պահած, ծրագիրը լրիվ մաքրվավ, սկսեցինք 0-ից գրել ու Arduino-ն վառվավ։ Ընդհանրապես չաշխատեց ռոբոտը։ Մասնագիտական մրցանակների միայն մի մասն է։ Լևոնը հպարտանում է հատկապես նախագահի մրցանակով, որը ստացավ 2012-ին, որպես լավագույն ՏՏ աշակերտ։ Տարիքով ամենափոքրն էր, հույս չուներ, որ կհաղթի։ Հարցազրույցի ժամանակ ասաց այն, ինչ առաջինը մտքին եկավ, եւ արձանիկը հիմա նրա ձեռքում է։ Անալոգ տեխնոլոգիաների անցումն է դեպի թվային տեխնոլոգիաներ, որ սովորական ալիք է, երբ հասնում է ինչ-որ տեղից, դառնում է թվային արդեն։ Եղբոր հաջողություններով ոգևորված Անին էլ իր գործն է անում։ Ամբողջ ուժերն ու միտքը կենտրոնացրել է LED Cube նախագծի վրա։ 32,000-ից ավելի լամպերով պատրաստված խորանարդը յուրօրինակ պրոյեկտոր է լինելու։ Տեսախցիկի գաղափարը նենց եկավ, որ եթե ինչ-որ մարդիկ են գալիս այդ պահին ցուցադրության, որ տեսնեն ընդհանուր ինչեր կան, այդ տաղավարում իրանք տեսնեն այս քյուբի մեջ։ Երիտասարդ գյուտարարներն այսպես կարող են ժամերով պատմել իրենց գաղափարների մասին։ Նրանք մտադիր են ուժերը փորձել խաղային ինդուստրիայում, բայց առաջնայինը կրթությունն է։ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները ծրագրում են մասնագիտական հմտությունները կատարելագործել արտասահմանում։ Աղվան Ասոն, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։